Պարզ, տեսեք, ընդհանուր կարևորում ենք այդ հարցը, նախ ապօրինությունը վերացնելու իմաստով, երկրորդ ակնհայտ է դառնում, որ դրանից հետո 3/5 առնվազն չի ունենալու։ Բայց որ ասեմ ուղիղ եւ անմիջական դրանից է կախված որոշումը չէ, բայց դա եւս հաշվի առնելու ենք, նախ անարդարությունը վերացնելու, երկրորդը հետագա քաղաքական ընթացքի համար։ հետ համագործակցված մյուս ուժերի, համագործակցված նախքան արդեն քննարկումներ բոլորը ձեր տեսակետը կիսում են եւ ինչ է տալու օրինակ մանդատներ վերցնելը եւ չվերցնելը։ Ես այդ հարցի մեջ այս պահին չեմ ուզում խորանալ, որովհետեւ ասեցի մինչեւ այդ հարցին անդրադառնալը ու այսօրվա այս ամեն ինչի նպատակները նաեւ նա էր, որ մեր հանրությանը տեղակ պահենք հիմա ընդդիմությունը կոնկրետ Հայաստան դաշինքը ինչ քաղաքական իրավական գործընթացի մեջ է։ Այս հարցերի պատասխանը ունենալուց հետո մենք մեր ընտրողների, մեր հանրության հետ խոսելու ենք բաց, ուղիղ, փաստերով, բոլոր հիմնավորումներով մեր ցանկացած որոշման պարագայում։ Հետևաբար այս բանը ես չեմ ցանկանում քննարկել, պահելն է արդյունավետ, մանդատները վերցնելը, չվերցնելը, այս հարցերի պատասխանը ունենալուց հետո մենք ժամանակ ունենք շատ բաց խոսելու ենք մեր հանրության, մեր հասարակության, մեր ընտրողների հետ ցանկացած որոշման հիմնավոր պատճառաբանությունը ստանալու են։ Հետևաբար այս պայն չեմ ուզում մտնել այդ թեմայի մեջ, ընդհանրապես ուզում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, մեր ընտրողներին, որ ինչ որոշում որ ընդունենք, դա պայքարի տրամաբանությունից է ելնելու եւ փորձելու են գտնենք ամենաարդյունավետ ճանապարհը։ Արդյունավետ ճանապարհը։ Շատ ավելի բարձր արդյունքներ է կանխատեսում միասնական ընդդիմության համար։ Ձեր կարծիքով ինչով է պայմանավորված այս աստիճան տարբերությունը, արդյունքների, դա էլ է ձայնագրության, ընտրախախտումների։ Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների, բռնությունների եւ ապօրինությունների պայմաններում։ Ակնհայտ իշխանությունը իր վարչական պետական ռեսուրսներով, նաեւ անօրինական, հակաօրինական, երբեմն հակապետական, երբեմն սահմանադրական կարգ տապալելու ճանապարհով ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը խոչընդոտել է եւ կիրառել բազմաթիվ սահմանափակումներ։ Ապօրինությունների շարքին վերջ չկա, իմիջիայլոց այդ մասին եւս մենք համապատասխան փաթեթներ պատրաստում ենք։ Մեր համար իհարկե ինչ որ տեղ պետք է հասկանանք ընտրողների այդ ծավալը եւ կրկնակի քվեարկությունների հնարավորությունը դա ինչպես է տեղի ունեցել։ Ակնհայտ է այդ գաղտնի ցուցակներով, որը չի հրապարակվում, այստեղ մենք լուրջ եւ ծանրակշիռ մտահոգություններ ունենք, սա ոնց է տեղի ունեցել։ Բայց այս պահին, քանի որ փաթեթ է պատրաստում սահմանադրական դատարանի համար, ձեռնպահ կմնամ ավելի մանրամասների մեջ խորանալու, բայց մեր համար ակնհայտ է, որ որոշ բաներ տեղի ունեցել։ Ես կարծում եմ, այստեղ չունենք պայմանավորվածություն այլևս ձեր հարցին, չունենք վերջնական խոսակցություն, բայց կարծում եմ, որ մյուս ընդդիմադիր ուժերը եւս այս ճանապարհով կգնան։ Հիմա դա կլինի միասնական փաթեթով, թե առանձին, դա չենք որոշել, չենք քննարկել, որոշում չունենք այդ իմաստով։ Բայց դուք ամենայն դեպս անկախ նրանց դիմելու եք։ Այո, մենք դիմելու ենք։ Հակելյան ճիշտ հասկացա, մանդատ վերցնել չվերցնել հարցեր չենք քննարկում, կոնկրետ Հայաստան դաշինքի մասով։ Գնում ենք վերահաշվարկի որոշ ընտրատեղամասերում, դիմում ենք սահմանադրական դատարան, դրանից հետո նոր որոշում ենք մանդատ վերցնել։ Դրանից հետո նաև խորհրդակցելով ՇՄ անցած ուժերի հետ կգանք այդ որոշման։ Այո, ամբողջությամբ ճիշտ եք ասում։ Այս փուլում մենք բողոքարկում ենք արդյունքները, դրանից հետո գնալու ենք սահմանադրական դատարան, ըստ այդ արդյունքների խորհրդակցելով ՇՄ արտարած ընդդիմադիր ուժերի հետ, որովհետև առնվազն մեր պարագայում գոյություն ունի ավելի խոշոր ընդդիմադիր միավոր եւ միասին որոշում ենք կայացնել։ Կա մարդկանց մի խումբ, որ ասում է ամեն դեպքում այս process-ներից հետո էլ ստացվում է, եթե մանդատը վերցնում են, ոնց որ Փաշինյանը շարունակում է թագավորել, ընդդիմությունը գնում է իր մոտ ընդդիմություն աշխատելու։ Այս տեսակետը
Ես այս պահին, քանի որ որոշում չունենք, չեմ ուզում այդ հարցերին անդրադառնալ, բայց նաև կոչ եմ անում նրանք, ովքեր մի քանի ձայն են հավաքես, ամբողջ ընթացքում խանգարել են, իրենք այդքան ճոռոմ եւ մեծ խոսելու, իրենց կարծիքը մեզ թելադրելու իրավունք չունեն։ Մենք կքննարկենք, նորից եմ ասում, կխորհրդակցենք, այս ամեն ինչը հաշվի առնելով այդ որոշումը կկայացնենք։ Այդ որոշումը բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից։ Ես չգիտեմ նախորդ 5 տարի Նիկոլի մոտ ով աշխատել, չնայած շատերին գիտեմ, շատ անվանական գիտեմ, բայց առնվազն մեր մասով կարող եմ ասել, որ կռիվ ենք տվել բոլոր հնարավոր ճակատներով։ Ու թող ամեն մեկը նաև իր տեղ իմանա, էլի գնալ աշխատել, չգիտեմ ինչ։ Ես ասում եմ, մենք որոշում չունենք, ու այդ որոշումը բացատրում եմ, երբ կարող ենք կայացնել։ Ես ընդհանրապես այս պահին մեր հայրենակիցներին ուզում եմ ասել, որ սիրելի հայրենակիցներ, նախ չպետք է հուսահատվել, պանիկայի մեջ լինել, էմոցիաներով առաջնորդվել, չնայած ամբողջությամբ հասկանում եմ։ Ես իմ 15 տարեկան տղային այս վերջի 24 ժամը շատ դժվարությամբ եմ բացատրում, այս ինչա կատարվել, որովհետև խնդիր կա, փողոցում մարդիկ տեսնում են, հուզված գալի փաթաթվում են, լացում են, չեն համակերպվում, իրականում ծանր մթնոլորտ է, թրքահապատակ իշխանությունը, որը երկիրը տանելու է մի նոր փորձության, վարչական խայտառակ մեթոդներով փորձում է վերարտադրությունը ապահովել։ Սա իհարկե ծանր հարված է այն մարդկանց համար, ովքեր դուրս են եղել պայքարի միջայլոց, մեկ անգամ եւս շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որ այս ռեպրեսիաներին չընկրկեցին, ճակատները բարձր կռիվ տվեցին ու իրանք իրոք կռիվ են տվել հայրենիքի համար, ու այս պայքարը պետքա շարունակել ճիշտ տրամաբանությամբ։ Հետևաբար թող որևէ մեկը, հիմա ես տեսնում եմ, էլի, ասենք 2000 ձայն է մեկը հավաքել, հեռախոսը միացնում, սկսում է հոխորտալ, սենց արեք, ընենց արեք։ Լավ, դու այդ իրավունքը ունես, հիմա մեզ ասես մենք ոնց անենք։ Նման մարդկանց մասին չի խոսքը, այն մարդկանց, ովքեր որ վերջում գնությանը քվե են տվել եւ ակնկալում են, որ այդ քվեն տեղ հասնի, այսինքն